Խոսեմ հակիրճ, 1940 թվին Հիտլերն ու Ստալինը պայմանավորվեցին, ախպերեն կասին ու Լեհաստանը մեջտեղից կիսին, թուղթ բերին մեջտեղ, ստորագրեցին, խաղաղությունը երկուսով ասին, չանցավ մեկ տարի Հիտլերը նորից Սովետը հիշեց, բայց ոչ թե թղթով ու խաղաղությունով, այլ զենքով, զորքով, իր ագրեսիայով, Ստալինը պատրաստ չէր կռվի, ասեմ ավելին, զորքն անգամ չուներ ոտին ոտնաման։ Ամերիկան էր, որ հասավ օգնության, լենդ-լիզով բերեց, էլ շոր, էլ կոշիկ, զենք ու սնունդ, որ Սովետը 41-ին 91-ի օրը չընկներ։ Դառնանք մեր թղթին, խեղկադակն ասում, երկատե խաղաղություն եմ ես ձեզ բերել, չլսված, չտեսնված, վստահել է Ալիևին, ինքը հուսալի, Ալիևը առավել ևս, և առաջարկում է զորքին չզինել, թողնել այդ կարգի, իսկ գումարը զորքի ու մեր բանակի, կրճատել ու տալ թոշակառուին, ընտրություն է, չէ, էգող տարի, 600,000 թոշակառուին, բյուջեի հաշվին ընտրակ կաշառել, հրաշք է, չէ, բանակի հաշվին, եթե թոշակառուն 26-ին ընտրեց Նիկոլին, 27-ին պտի դիմավորի Ալիևին, իսկ Ալիևը գալու է զենքով ու զորքով, մեր բանակը պատրաստ չի լինելու, կամ ի վիճակի չի լինելու, որովհետև ինքը տկարացված է լինելու, այդ ժամանակ հերթական անգամ Նիկոլը կրկին մեղադրելու է քեզ, պիտի ասի բանակից կդրի ու քեզ տվեցի, դու լռեցիր, դու համաձայնվեցիր, դու փողոց դուրս չեկար, չապստամբեցիր, մեղավորը դու ես, որ մենք պարտվեցինք, ասելու է ու թողի հեռանա, թե Հայաստանից էլ ինչ կմնա, մտածեք ինքներդ, խոհեմ եղեք,